Արդյոք Ալբանիայում զինանշանի հարցը քննարկվել է կամ Ադրբեջանի նախագահը ըստ տեղեկությունների Ադրբեջանի նախագահը Ալբանիայում եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է եղել, քննարկել է նաեւ զինանշանի հարցը, ասել է որ պետք է Հայաստանի Հանրապետության, ասել է որ Արարատի սարը պետք է հանել զինանշան։ Քիչ բաների չեն պատասխանում։ Չի եղել նման քննարկում, նման խոսակ պահանջ, այսինքն Ադրբեջանի կողմից։ Լուրջ եք հարցնում դա։ Լավ, ժորդ դուք գիտեք ինչ հայկական մոլորակից դուրս կա մի հատ տենց ձեր ուճուրիկ մոլորակ, որ դուք իզեր մեջ խոսում ասում եք Հայաստան։ Վաղուց են այդ պահանջը ներկայացնում։ Չէ, չկա դες բան։ Ադրբեջանը ինչ կապ ունի Արարատի հետ։ Ադրբեջանի մի րոպե Կարինե ջան, մի րոպե սպասի, էլի։ Կարինե մի րոպե սպասի, կասես։ Մի րոպե Ադրբեջանը ինչ կապ ունի Արարատ սարի հետ, կասես ինձ։ Որ երկրում է գտնվում Արարատ սարը։ Որ երկրում է։ Թուրքիան է, բայց ըստ էության Այո, այդ խոսակցության ընթացքում նաև լուսնի հարցն են քննարկել եւ Մարսի բնակեցման հարցն են քննարկել, Ադրբեջանը առաջարկել է միասին բնակեցնենք Մարսը, հիմա քննարկում ենք։ Այս տրամաբանության հարցեր եք տալիս, ոչ։ Պարոն Սիմոնյան, ավելի լուրջ հարցեր տվեք, ժորդ լուրջ կասենք, դուք վաղուց է այդ պահանջը։ Չէ, նման բան չի քննարկվել, նաև լուսնի հարցը նույնպես չի քննարկվել։ Ես լուրջ ձեզ պատասխանեցի։ Պարոն Սիմոնյան, իրավապահ մարմինների աշխատանքից գոհ եք։ Ընդհանուր առմամբ, այո։ Դուք իրավապահ մարմինների աշխատանքից, երբ որ ձեր իշխանության օրոք, որևէ իշխանության օրոք նման բան չի եղել Պարոն երբ քննչական կոմիտեի Ինչ լավ հարց ես տալիս։ Շնորհակալ եմ։ Հապշտակում է $590,000 եւ այդ պարագլուխը հենց բացության պետերից մեկն է ու ձեր իսկ կառավարության կողմից նշանակված կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել։ Գիտեք ինչ եմ լավ վերաբերում, որովհետև մեր իշխանության օրոք երբ որ տենց բանը արվում այդ մարդը բռնվում է, իսկ նախկին իշխանությունների ժամանակ այդ բանը անում էին եւ չեն բռնվում է, չէին բռնվում։ Իրեղեն ապացույց Լսեք, համակարգի ներսից է արվել, երբ որ խոսացվել է կոռուպցիայի մասին։ Այսինքն պետական պաշտոնյաները, որոնք որ հարստացել են եւ այդ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, պետությունից չեն վերցրել այդ բյուջեն։ Հիմա մի բանա մտնել գողություն անել եւ դրա համար բռնվել կարեւոր չի ինչ շենքից եւ մի բանա պետության մեջից տանել ու եւ չբռնվելը, հա, գողեր եղել են, լինելու են, միշտ լինելու են, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդ էլ կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդ էլ կա ուրիշ տեղից է գողանում։ Այլ հարց է, պետությունը բռնում է, թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ է ունենում։ Այս պարագայում այդ մարդը, ով որ արել է, բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Այդ չեք ասում, է ձեր հարցի մեջ։ Այո, իսկ նորմալ է կոմիտեի նախագահը շարունակում է պաշտոնավարել։ Ղեկավար կառույցի ղեկավար, որի այսինքն ըստ էության Ես ուզում եմ հասկանամ, իսկ որ մնացած տեղերում գողություն է լինում։ Լսեք, խնդրում եմ, այնց վստահի, որ յուրաքանչյուր մարդ, ով որ կմտածի, որ ինքը կարող է գողություն անել եւ դրա համար չբռնվի, վառ օրինակ է, որ բռնվելու են։ Հասարակ քաղաքացին ոնց հավատա իրավապահ մարմիններին, որ բան լույսով ինչ-որ մի դեպքում այն նույն հենց համակարգի ներսում եղեն ապացույցներ չեն ոչնչացնի, չեն հափշտակել եւ գործ իրենց ուղղությամբ չեն տալի։ Կրկնում եմ, հարգելիս, կրկնում եմ, որ տեսնում է մարդը, որ այդ գողություն անողը այդ հիմնարկի պետի հետ չի կիսվում եւ իրար հետ չեն թռնում միտեղ, չգիտեմ ինչ որ կղզիում տուն առնում եւ ապրում, պետք է վստահի, որտեվ գիտի, որ գողեր կան բոլոր տեղերում եւ գողություններ միշտ եղել են եւ լինել են, բայց դա պատժվելու է։ Այդ կառույցի հիմնական գործառույթը այն է, որ ինքը գործերը քննի եւ քրեական գործեր պատրաստի։ Ինքը իր գործառույթը արել է եւ այդ գողություն արած մարդուն բռնել է, նաև գողություն արած բարձրաստիճան պաշտոնյաներ են բռնում եւ այլ։ Հիմա ձեզ շենքն է անհանգստացնում։ Ես պարոն Խաչատրյանին ես համարում եմ, որ պարոն Խաչատրյանը գտնվում է իր տեղում, ես համարում եմ, որ Արթուր Պողոսյանն էլ է գտնվում իր տեղում, իր Հարնեցի, լավ, ես էլ եմ Խաչատրյանը SMS-ը ստացե գնացել է։ Շատ լավ է, որ ստացե գնացել է։ Ես համարում եմ, որ գտնվում է իր տեղում, պարոն Պողոսյանը եւ Պարոն Սիմոնյան, կասեք ինչպես է իշխող քաղաքացիական Լավ, խնդրում եմ, հա, լավ։ Պարոն Սիմոնյան, ինչպես է իշխող քաղաքացիական պայմանագիրը վերաբերում ձեր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծին, հեղինակած օրինագծին, այն շատ մեծ աղմուկ է բարձրացրել, մասնավորապես հասարակության մեջ, այսպես շերտավորման առումով։ Այդ խնդիրները, բարձրաձայնումները հաշվի առնելով դուք
դուք կողմ կլինեք, նաև Տիկին Բեդերյան, ես այդ պաշտպանության ավելացրել է, հա։ Ես դրա այդ հարցին պատասխանեմ եւս մեկ անգամ հատուկ ձեր համար պատասխանեմ, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, այդ օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ քննարկումները մեր մոտ շարունակվում են եւ շարունակվելու են եւ կարծում եմ, որ մեր երկրի անվտանգության համար պարոն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը անհրաժեշտություն է, բայց դրա մասին խոսել եմ։ Իսկ ընտրություններից առաջ օրինակ հասարակությունը ինչպես կվերաբերի ձեր այդ քայլին, որ սա ինչպես տարբեր փորձեր։ Ես չգիտեմ, օրինակ ընտրություններից առաջ իսկ այդ հարուստները, որ բանակից փողով իրենց երեխաներին ազատում էին, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնում էին ծառայում են օրինակ ես չնայած էլի ասում հարուստ լինելով հանդերձ հարուստ ընտանիքից ապահոված լավ հարուստ չասեմ ապահոված ընտանիքից լինելով հանդերձ գնում ծառայում իսկ այն մարդիկ կոպեկներ է ստանում հիմա շատ մարդիկ գալիս են պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագիր են կնքում մեծ ցանկություն ունեն ծառայելու եւ ես արդեն ասել եմ ձեր գործընկերոջը մեր վերջնական նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է հիմա մոտավորապես 10,000-ից ավել հայ հետախուզման մեջ է, որովհետև տեսեք, ընդհանուր առմամբ մոտավորապես կարող է լինի 12-13 հազար հետախուզվող, դրանցից 10-11 հազարը, 10-ից 11 հազարը բանակից խուսափելու համար հետախուզվող մարդիկ են։ Ճիշտ է, Facebook-ում դոշ ծեծելու համար բոլորը բան են, առաջինն են, բայց իսկ ո՞նց կվերաբերվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հենա նորից հարց էին հնչեցնում, եթե ընտրություններից մի ամիս առաջ մենք պոստում կանգնող մարդ չունենանք։ Պարոն Սիմոնյան, պարոն Հայկ Սարգսյանը կարծում է, որ երեք Ես այդ հարցին Տիկին Բեդերյան, ներողություն։ Տիկին Բեդերյան։ Չէ, չեմ ուզում լսեմ ես այդ։ Չէ, ես չեմ պատասխանի ձեր հարցին, որովհետև ես արդեն այդ հարցի հետ կապված խոսել եմ, պարոն Հայկ Սարգսյանի հետ կապված, դիմեք պարոն Հայկ Սարգսյանին։ Այլ հարցեր կա։ Շարունակվում է, պարոն Սիմոնյան, չի անհանգստացվում ես դա։ Ասեցի։ Նախորդ շաբաթ մի աննախադեպ։ Այդ որ դու ասում եմ չեմ պատասխան, ես թվում է որ հարցը տվիր պատասխանելու եմ։ Մի աննախադեպ երևույթի ականատես եղանք, երբ ազգային ժողովի նախագահը գնաց մի տարեց կնոջ հետքերով, որպեսզի նրան գտնի եւ այսպես ասած պատին դեմ տա թե ինչ է կասելու մասին։ Սա ինչ պրակտիկա է, հիմա քաղաքացիը դիրքորոշում է հայտնել, եթե այնտեղ տուն չունեի, կարող էիք ուղակի պարզաբանում տարածել թեկուզ ձեր խոսնակետով, բայց գնալ պատուհաններից մարդկանց գտնել, արեք հաշիվ պահանջել։ Վերջացեցի։ Հարցը հավելման կարիք չկա։ Վերջացնեմ էլի, պատասխանեմ, չէ։ Հետո կհարցնես։ Տեսեք, նախ այդ կինը ես իր հետ շատ լավ հարաբերություններ ունեմ այլևս, մենք շատ լավ հայ ընկերացել ենք եւ պետք է ասեմ, որ այո, սրանից հետո յուրաքանչյուր այն տարը, այն մարդը, այն կազմակերպությունը, այն կենտրոնը, որը որ իրեն թույլ կտա ասել, որ չգիտեմ, ես շենքեր ունեմ, զավոդներ ունեմ, ինչ որ տեղ փայ ունեմ, այո, գնալու եմ այնտեղ եւ մերկացնելու եմ այդ սուտը, որովհետեւ ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր Տիկին Ասյան, որի հետ ընկերացել եմ, այնուամենայնիվ տենց վստահ ժողովրդի, եթե չեմ սխալվում, լրագրողներ ասում են, դե բոլորս է գիտենք, բալեսին։ Հա, ես մնացած տեղն եմ գնացել, իրանց հետ եմ ընկերացել։ Բոլորի հետ ընկերացել եք, բայց եղել են մարդիկ, որ ասում են դուրը լավ շփկացել են։ Չէ, երկու տեղ եմ խոսացել, ոչ մի տեղ չեն շփկացել։ Երկու տեղ եմ խոսացել։ Ձեր լրագրողն է նկարել։ Չէ, մեր լրագրողին դուք ինչ եք բնում։ Չէ, նկարել է, հարգելի, սխալ ես, երկու տեղ եմ, չէ, սխալ ես, հարգելի։ Դե գնաք կնկարեք այդ մարդուն, կասեք, որ ես շղկա։ Ես երկու հոգու հետ եմ խոսացել, վերջի հարկի աղջկա ընտանիքի հետ եւ առաջին հարկի երկու բնակարանի հետ, նախ մեկը որ պատոհաններ, մյուսը որ Տիկին Ասյանն էր, իրանց հետ եմ խոսել, մնացած որևիցե մեկը դուրը չեմ բացել։ Ասում ընկերացել ենք հիմա, ինչ եք ուզում։ Ամեն դեպքում ձեր մուտքը Չէ, ասեց ոչ, հրավիրեցին ներս, խոսեցինք, բողոքեցին, ինչից որ դժգոհ են, ես իրանց լսեցի, բացատրեցի, նաև հիմա կապի մեջ են գտնվում։ Ժողովուրդ մի մտեք էլի իմ ու ժողովրդի հարաբերությունների մեջ։ Ես մեր ժողովրդի հետ լավ եմ, ես մեր ժողովրդին սիրում եմ։ Բոլոր նման հայտարարությունները գնալու։ Դե գիտեք ոնց, կախված է, տեսեք որ լրատվամիջոցը գրեր, ուղղակի դատի կտայր։ Բայց երբ որ ինչ-որ քաղաքացիներ բարեխղճորեն տենց մոլորության մեջ են գտնվում եւ մտածում են, որ նման բան կա, ես պարտավոր եմ գնալ։ Դա իմ պարտականությունն է։ Ես
պատգամավորական մանդատ ունեցող կենտրոնի բնակիչ պատգամավոր եմ։ Պետք է գնամ այդ մարդկանց մոտ ներկայանամ, եթե իրանք բան ունեն ինձ ասեն։ Ինչո՞վ։ Լսեք, աուսարսափ չկասում այդ մարդ, ես առանց որևիցե մեկի մտել եմ այդ մարդկանց տուն, իրանք ինձ սուրճ են առաջարկել, ընկերություն են կանում, հիմա հերիքա նախանձությամբ վերաբերվեք, դուք նախանձում եք մարդկանց հետ իմ շփվելու ունակությանը, վերջ, ասեցի, մարդկանց հետ շփվելու ունակությանը, ասեցի, ինչի՞ պետք է։ Չէ, դուք անվտանգություն չունեք։ Մեր երկրի իրավապահ համակարգը ձեր բոլորի անվտանգությունն է, մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր ԱԱՑ-ի աշխատակիցները, ձեր բոլորի անվտանգությունն է։ Ձեր լեզվամտածելակերպը փոխեք, դուրս եկեք այն տրամաբանության մեջ Սերժի Վաչիկը, չգիտեմ, ես ինչի Պեչիկը, Մուչիկը, Ֆուչիկը, իրանց բաները դուրս եկեք այդ լեզվամտածելակերպը։ Ձեզանից դուք լրագրող եք, հələ մի հատ իմ անվտանգության աշխատակիցներից մեկի անունը բարձրաձայնեք, հենց հիմա, ուղիղ եթերում ենք։ Վարչապետի անվտանգության ղեկավարի անունը ի՞նչ է։ Ինչ ասեք է։ Բա անվտանգությունից եք։ Մեկինը։ Հա, ավելի լավ։ Մեկինը ասեք։ Կարող մեկ ասեք։ Չէ, պետք չի ասել։ Հետո ես ուզում եմ հասկանամ, դուք որոշել եք ինչ որ մեկին սպանեք, ինչ որ մեկին մահափորձ անեք, այն մարդիկ, ովքեր որ խոսում են Հայաստանի Հանրապետության, երբ որ ձեզ պետք է, դուք Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան եք, բա դուք Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան, առաջի պաշտոնյան, երրորդ պաշտոնյան ու էլի շատ պաշտոնյաներ պետք է ունենան անվտանգության աշխատակիցներ։ Փորձում են ինչ-որ լրագրողներ նույնիսկ կան, իրենց լրագրող գողական բազարի մեջ են ինձ փորձում։ Բա որ մի օր ես իմ արձակուրդի ժամանակ նստում եմ ինքնաթիռ մենակով գնում եմ ինչ որտեղ հանգստանում, հայերի հետ շփվում, բա որ մի օր ես այդ բազարների մեջ, կներեք որ սենց եմ ասում, ինձ մի ներքաշեք։ Հայաստանի Հանրապետությունում մի ազգային ժողովի նախագահ սպանվել է, գնդակահարվել է լրագրողների բեյջ ունեցող մարդկանց կողմից, մի ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել, չի մահացել, եկել ասում եք դուք անվտանգության երկուսը, ուզում հասկանամ, ժամանակ չեն սպանել։ Ում չեն սպանել։ Երբևիցե մենք խոսացել ենք։ Դասից հետո ոտքով շրջում եք քաղաքում։ Բայց խիպետի, բայց օրենք հա, դա այդ օրենքը ես չեմ ասում։ Սպանվել է, բայց այն ժամանակ էլ էր սպանված։ Հա, բայց ինչ ես ուզում ինձանից։ Օրենք հա դա աշխարհում կա երկիր, աշխարհում Լուսինե ջան, ես կարողանում եմ, բայց ես դա չեմ անում, որտեղ դա գոյություն ունի օրենք։ Հովիկ Աբրահամյանը, Արա Բաբլոյանը, Արտուր Բաղդասարյանը, Օղորմատիկ Գալուս Սահակյանը, որևիցե ազգային ժողովի նախագահ եղել է, որ անվտանգության բան չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի կամ Սերժ Սարգսյանը նախագահ չի, կարողանում է շրջի։ Մենք ստեղ падգամավորներ ունենք, որոնք բերում են իրանց օգնականներին, գրանցում են իրանց ախրանիկներին, գրանցում են որպես օգնական, որպեսզի ազգային ժողովի շենքում շրջեն։ Եկել եք Հայաստանի Հանրապետության, դուք երկրորդ պաշտոնյան եք, անվտանգ, բա պետք է ունենամ, բա ինչ պետք է անեմ, բա հակառակորդ երկիր գոյություն ունի եւ ավելի լավա չխոսես, ես քո հարցին պատասխանել եմ։ Ես քո հարցին արդեն պատասխանել եմ։ Կարելի է նաեւ աղջիկ Հայ ինչ անենք, ձեր խմբագիրներ իր աղջկան գրանցում են որպես լրագրող, դրա մեջ վատ բան կա։